Yesterday, November 14, two of them were sentenced to 2 months of pretrial detention. Երեք նոյեմբերի 14-ին դրանցից երկուսին ուրեմն դատապարտել են ուրեմն մինչ դատական կալանավորման 2 ամսով. Their names are Vazgen Sakhatelyan and Narek Samsonian. Նրանց անուններն են Վազգեն Սաղաթելյան եւ Նարեկ Սամսոնյան. The fact that the Armenian authorities feel empowered to commit such a blatant act of repression, even as a large delegation of Christian guests from around the world are gathering for a prayer breakfast, should disturb all of us. Այն փաստը, որ Հայաստանի իշխանությունները ունեն այդ ոնց որ, չգիտեմ, ուզում են ուժը ունեն, հա, ոնց որ եւ ունեն հավատարմորեն կատարել նման ուրեմն շատ բացահայտ ռեպրեսիոն գործողություն, նույնիսկ երբ որ կա մեծ պատվիրակություն միջազգային հյուրերի, ուրեմն քրիստոնեական աշխարհից, ովքեր հավաքվել են այս աղոթքի նախաճաշի համար, դա պետք է անհանգստացնի բոլորիս. As a human rights group, CSI cannot remain silent about human rights violations occurring in the very city where we have been invited to come as guests to a prayer breakfast that is being held with the blessing of Armenia's Prime Minister. Որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն կամ խումբ, մեր կազմակերպությունը չի կարող լռել, ասենք այս մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ. Can you please? Yes. Sorry. Որը սպային կատարում է այս քաղաքում, որտեղ մենք եկել ենք որպես հյուրեր, մասնակցելու աղոթքի նախաճաշին, որը անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի օրհնությամբ. On November 10, we submitted a formal request to the Ministry of Justice to visit some of the imprisoned clergymen and supporters of the church. Նոյեմբերի 10-ին մենք ուրեմն Արտադրության նախարարությանը դիմեցինք պաշտոնական ուրեմն խնդրանքով այցելելու որոշ ազատազրկված հոգևորականների եւ եկեղեցու աջակիցներին. Specifically, we asked to visit Archbishop Bagrat Galstanian, Archbishop Mikhail Azepahian, Bishop Mikirtich Proshian, and Father Garagin Arsenian. Ավելի Մասնավորապես մենք խնդրեցինք այցելել arczepiskopos Bagrat Galstanianin, arczepiskopos Mikhail Achapanyanin, episkopos Mikirtich Proshianin եւ հայրսուրբ Garagin Arsenianin. We made separate requests to visit Mr. Samvel Karapetyan and 22 other individuals who are not clergy who could potentially be considered as political prisoners. Մենք առանձին դիմումներով, խնդրանքներով դիմեցինք, որպեսզի այցելենք պարոն Սամվել Կարապետյանին եւ 22 այլ անհատներին, ովքեր հոգեվորականներ չեն, բայց կարող են համարվել որպես քաղաքական բանտարկյալներ. Our intention was to document the conditions of their detention. Մեր մտադրությունն էր ուրեմն փաստագրել իրենց կալանավորման պայմանները, to assess their physical and mental well-being, գնահատել նրանց ֆիզիկական եւ մտավոր բարեկեցությունը, and to understand the charges and legal proceedings against them. Եվ հասկանալ թե ինչի մեջ են նրանք մեղադրվում եւ այն բոլոր դատական գործընթացները, որոնք իրականացում են իրենց դեմ. Just yesterday afternoon, we received a response from the Ministry of Justice. We were not granted permission to see the prisoners. Հենց երեք ցերեկվա ժամերին մենք ստացանք պատասխան արտադրության նախարարությունից եւ մեզ թույլ չտվեցին այցելել ուրեմն դատապարտյալներին. The response came in the form of a letter from Mariam Sargsyan, the acting Secretary General of the Ministry of Justice. Ուրեմն պատասխանը մենք ստացանք ուրեմն նամակի տեսքով Մարիամ Սարգսյանից, ով արտադրության նախարարության ժամանակավոր գլխավոր քարտուղարն է. Although dated November 13, the letter was not sent to us until yesterday, November 14, a Friday at 4 p.m. Չնայած որ ամսաթվով դա նշված է նոյեմբերի 13-ը, բայց դա մեզ չուղարկվեց մինչև 3 նոյեմբերի 14-ին, ուրբաթ օրը ժամը 4-ին, ցերեկվա ժամին. The letter stated that our request fell outside of the jurisdiction of the Ministry of Justice. Նամակում նշված էր, որ մեր դիմումը խնդրանքը դա արտադրության նախարարության իրավասությունից դուրս է. We have been assured by legal experts with whom we are in contact that this is not in fact the case. Մենք կապ ենք հաստատել ուրեմն իրավական մասնագետների հետ եւ նրանք մեզ վստահեցրել են, որ դա իրական դա փաստացի այդպես չէ. However, the Ministry of Justice did provide us with partial information on some of the parameters through which we could apply
to visit these detainees in the future. Սակայն արտադրության նախարարությունը մեզ տվեց մասնակիորեն տվեց մեզ տեղեկատվություն, թե այն պարամետրերի վերաբերյալ, թե ինչպես կարող ենք հետագայում դիմենք, որպեսզի այցելենք ազատազրկվածներին։ And we intend to again apply for permission to visit these prisoners. Եվ մենք իհարկե մտադիր ենք նորից դիմել, որպեսզի այցելենք այս ազատազրկված մարդկանց։ We have spent the last few days meeting with family members and advocates of these detained individuals in order to better understand the situation. Այս վերջին քանի օրը մենք անցկացրել ենք հանդիպելով ուրեմն ազատազրկվածների ընտանիքի անդամներին եւ իրենց աջակիցներին, որպեսզի ավելի լավ հասկանանք իրավիճակը։ We have also met with several